Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ, այսօր հյուրընկալել եմ մանկաբույժ Էդլեն Բահին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Բոլոր այն հաղորդումները, զրույցները, որ մենք խոսում ենք մեր երեխաների խնամքից ու առողջությունից, դրանք անչափ կարևոր են, որովհետև այս կյանքում չկան ավելի կարևոր մարդիկ, քան երեխաներն են, եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր մայրիկները գանգատվում են մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ, վիրուսային այսպես ասած տարածված խնդրից, ջերմություն, նաեւ փորլուծություն եւ այլ բոլոր սիմպտոմատիկաները, որոնք որ հատուկ են, հա, հիվանդ երեխային, ուստի մենք չենք կարող այս հաղորդումը չնվիրել մեր բալիկներին ու հատկապես հիվանդ երեխայի, այսպես եթե հա որակումը տանք խնամքին։ Թերևս ամենաառաջինը ուզում եմ սկսենք խնամքի հիգիենիկ կողմից, որովհետև հատկապես մեր մայրիկները, այսինքն տատիկները, հա, մեր մայրիկները այս շրջանում մեզ արգելում են երեխային լոգանքը կազմակերպել, զբոսանքը կազմակերպել, շատ հագցնենք հնարավորինս եւ այլն եւ այլն։ Որն է ճիշտ, ինչպես անենք, որ երեխայի եւ հիգիենան չտուժի եւ նաեւ առողջության վրա չազդենք։ Իսկապես դուք ճիշտ եք նկատել, շատ տարածված են վիրուսային հիվանդությունները եւ շատ են դիմում ծնողներ ընտանիքներով, բոլորը հիվանդ են, բարձր ջերմում են եւ ինչ ենք մենք խորհուրդ տալիս։ Երբ որ երեխան սկսում է ջերմել, բարձր ջերմության ժամանակ երեխան ջրազրկվում է, շատ հեղուկներ է կորցնում։ Դրա համար շատ կարեւոր է, որ երեխան հեղուկ ստանա։ То есть եթե անգամ ախորժակ չունի երեխան, շատ կարեւոր է, որպեսզի հեղուկները ստանա։ Սովորական ջուր, եթե ջուրը չի ուզում, այդ դեպքում կամպոտներ, հյութեր, շատ կարևոր է դա։ Ծնողները գիտեն ինչպես ջերմիչեցնեն, ջերմիչեցնողների միջոցով, ինչ վերաբերում է խնամքին, հա, անպայման պետք է, որ երեխան չջրազրկվի, այսինքն տալիս ենք հեղուկներ։ Եթե սնունդի առումով փորձում ենք տալ սնունդ հագեցած վիտամիններով, այսինքն եթե երեխան հրաժարվում է ուտելուց, ապա առաջարկենք այնպիսի մի բան, որը պարունակի վիտամինով հարուստ լինի։ Ինչ վերաբերվում է մնացած դրսևորումներին վիրուսի հիվանդության, ունենք քթից հոսք, դա այս դեպքում ծնողներին խորհուրդ ենք տալիս, որ քթի լվացումները հաճախ անեն, դա շատ օգնում է եւ հեշտացնում է երեխայի ինքնազգացողությունը, ճիշտ է հենց վիրուսի վրա չի ազդում, բայց ինքնազգացողությունը հաստատ լավացնում է։ Խնամքի մեջ չկապված վիրուսի հետ կարող եմ նշել ականջների հիգիենան, որի դեպքում օրինակ սխալ հիգիենայի դեպքում կարող է բարդացնել հենց վիրուսի ժամանակ մեր ականջների ստուգումը։ Երբ ականջներն են մաքրում ծնողները, շատ հաճախ փայտիկով մեջն են մաքրում նույնպես, փորձելով ամբողջ ծուծումբը հանել, բայց դա անելու կարիք չկա, որովհետև բնությունը այնպես է ականջարել, որ ծուծումբը ինքնուրույն դուրս կգա։ Մեզ բավական է պարզապես դրսից մաքրել ծուծումբը եւ ներս չմտցնել փայտիկը, որովհետև խցանում ենք ստեղծում, իսկ հետո արդեն վիրուսային ինֆեկցիայի ժամանակ է փորձում ենք նայել թմբկաթաղանթը, տեսնում ենք այնտեղ խցանում ծծմբային։ Դրա համար խորհուրդ եմ տալիս եւ բոլոր մանկաբույժներս խորհուրդ ենք տալիս փայտիկով ներս չմտնել ականջի եւ ծծմբը փորձել չհանել ինքնուրույն։ Ես լոգանքին ուզում եմ շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետեւ ինքս էլ որպես երկու երեխաների մայրիկ ինձ շատ հաճախ ասում են հիվանդ երեխային չի կարելի լողացնել, հիվանդ երեխային շատ պետք է հագցնել։ Այս մասին խնդրում եմ առանձնահատուկ Ինչ կապված է լոգանքի հետ։ Լոգանքը, եթե երեխան իրեն լավ է զգում, այսինքն անգամ թույլ չի, որ չի կարողանում վեր կենալ անկողնուց, ապա լողանալը շատ կարևոր մի մաս է իր լավ ինքնազգացողության համար, որտեղ այս ընթացքում բարձր ջերմության ժամանակ երեխան շատ հաճախ քրտնում է եւ դրանից շատ վատ է իրեն զգում, եւ որպեսզի ինքնազգացողությունը լավացնենք, իհարկե խրախուսվում է երեխային լողացնել։ Խոսքը չի գնում բարձր ջերմող երեխայի մասին, որին մենք ավել չտաքացնենք, որտեղ մեր հակառակ նպատակն է, որ ջերմությունը իջնի։ Բայց եթե երեխան հանգիստ է, իրենց կողմ լավ, ակտիվ է, իհարկե կարելի է լողացնել,
Դա շատ կարևոր մի մաս Իսկ է։ պարտադիր է։ Այնպես դա արդեն ինչ որ չկա հակացուցում չլողացնելու։ Իսկ այդ շատ հագցնելը, երեխան մրսած է, շատ հագցրեք։ Շատ հագցնելը ես մտածել եմ ինչու են շատ հագցնում, որտեղից է դա եկել, ու ճիշտ ասած մտածել եմ մենք ունենք այդպիսի կատեգորիա բալիկների, որոնք դեռահաս են, օրինակը, ու իրանք շատ շուտ են կորցնում ջերմությունը։ Ու ես մտածում եմ երևի եղել է մի ժամանակ, երբ այդպիսի բալիկները մահացել են ու մարդիկ մտածել են եկեք հիմա շատ տաք հագցնենք, որ իրանք ես այդպես եմ պարզապես մտածում եմ որտեղից է եկել այդ ավանդույթը տաք հագցնելու։ Իհարկե առողջ բալիկին տաք հագցնելու կարիք չկա, որովհետև պարզապես քամիից երեխան չի հիվանդանում, հա, երեխան հիվանդանում է վիրուսից, այլ մանրեների պատճառով։ Իսկ փոքր հասակից տաք չհագցնելը մեզ օգնում է կոփել երեխային, որ երեխան պատրաստ լինի ցանկացած ջերմության տատանումին ու դրանից հետո հանդիպելով վիրուսին միանգամից չհիվանդանա։ Այսինքն որ տատիկներն անընդհատ ասում են մրսացրեցիք երեխային, դրա համար հիվանդացավ, այդքան էլ իրականությունը չի համապատասխանում։ Հենց մրսածությունը իհարկե չի բերում հիվանդությանը, բայց այստեղ աշխատում է այլ մեխանիզմ։ Երբ որ մենք շփվում ենք հիվանդ մարդու հետ, ապա այդ մանրեն, վիրուսը օրինակ, սկսում է ապրել մեր լորձաթաղանթի, բկանցքի կամ քթի, բայց նա այնտեղ ապրում է եւ մեր տեղային իմուն համակարգը շատ լավ իրան պահում է, դες չի թողնում, որ այդ վիրուսը ներթափանցի մեր օրգանիզմ։ Բայց եթե մենք մրսում ենք, այսինքն երկար ժամանակ գտնվում ինչ որ սար տեղը կամ առանց կոշիկների ինչ որ երկար զբոսանք ենք ունենում ու սարում ենք, այդ դեպքում կարծես արյունը մատակարարումը այդ բկանցքում քթի լորձաթաղանթի իջնում է, նվազում է եւ ստացվում է որ պաշտպանությունը քչանում է։ Եվ այո, եւ եթե այնտեղ կա արդեն վիրուս, ապա այն հանգիստ կարողանում է ներթափանցել ու հիվանդացնել։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, եթե երեխայի լորձաթաղանթում չկա այդ վիրուսը, ինքը չի շփվել ոչ մի հիվանդի հետ, ապա մրսելը կամ քամին չի կարող հիվանդացնել։ Այստեղ նաև լրացում սառը ջուրը, պաղպաղակը, սրանք որքանով կարող են հիվանդանալու պատճառ։ Սառը ջուրը, պաղպաղակը նույն դերն են խաղում մրսացնելու, այսինքն երբ որ մենք ուտում ենք ինչ-որ սառը բան կամ խմում, էլի տեղային ստացվում է այդ անոթները նեղանում են, տեղային իմուն համակարգը, то есть այդ լորձը ավելի քչանում է, ու եթե այդ պահին մենք շփվում ենք ինչ-որ մի հիվանդի հետ, ով ունի այդ վիրուսը, կամ մենք ունենք արդեն վիրուսը այդ կոկորդում կամ լորձաթաղանթում, որովհետեւ այդտեղ կարող է ներթափանցել, բայց առհասարակ դա պատճառ չի հենց կոնկրետ, հենց սառը։ Պատճառը վիրուսը ամեն դեպքում։ Բայց դե ամեն դեպքում ձեր ասածից կարող եմ տրամաբանել, որ որոշակի ճշմարտության նշույլներ կա, որտեվ ճիշտ է պատճառը չէ, բայց եթե չլիներ էլ գոնե այդ մրսածությունը, ապա եղող ինֆեկցիաներն ու վիրուսներն էլ չէին ակտիվանա եւ չէին ինքնադրսևորվի։ Հա, իհարկե այս դեպքում պետք է չչափազանցնել, հա, իրավիճակը, ոչ ծայրահեղությունների չհասնել, այսինքն այնպես չանել, որ ամբողջությամբ երեխային թողնել, որ ինքը սարճի, եւ այնպես էլ չանել, որ այնքան տաքացնել, որ ինքը չկարողանա արդեն շնչել։ Ես միշտ առաջարկում եմ ծնողներին խոսել բալիկի հետ, որտեվ 1 տարեկանից հետո արդեն բալիկները կարող են իրենց կարծիքը ասել, կարող են ասել ցուրտ է, թե շոկ։ Մենք սովորացնում ենք իրենց, չէ, եւ դուրս գալով կարող ենք հարցնել, արդյոք դու ցուրտ ես զգում, մրսում ես, թե քեզ շոկ է։ Այն բալիկները, որ արդեն խոսում են, իրանք կարող են ասել, հա, ես ինձ լավ եմ զգում հիմա, կամ չէ, ես ցուրտ եմ, քամին ինձ անհանգստացնում է։ Իսկ տանը ոտաբոբիկ քայլելը դա իհարկե շատ լավ է իրականում, ծնողներին շատ անհանգստացնում այդ հարցը, որ կարող են մրսել։ Դե բոլորը անընդհատ ասում հողաթափակիր։ Հա, իրականում դա կոփելու մի մասն է։ Այսինքն երեխան կոփվում է առանց կոշիկներ բոբիկ լինելով, քայլելով։ Եթե չեմ սխալվում, նաև օրթոպեդիկ հարց է, չէ՞, լուծում ոտաբոբիկ քայլերը որոշ առումներով նաև։ Իհարկե, այսինքն որ երեխան նոր սկսում քայլել, հնարավորություն ունի ինքը ձևավորվել։ Իսկ եթե մինչև 1 տարեկան է, հնարավորություն չունի երեխան ասելու այս պահին ես մրսում եմ կամ շոկում եմ, այդ դեպքում ինչպես մայրիկը կողմնորոշվի։ Այդ դեպքում նայում ենք, թե ինչպիսի ջերմաստիճան է դրսում։ Եվ եթե նորածինների մասին է խոսքը, նույնպես, տեսեք, որ երեխան նոր է ծնվում, ապա խրախուսում ենք ծնողներին սկսել 5 րոպեից դրսում զբոսնելուց հետո ավելացնել ամեն օրով 10 րոպե, 15 րոպե հասնելով անգամ մինչև 2-3 ժամ։ Եթե խոսքը գնում է ցուրտ եղանակի մասին, եթե դա նայում ենք ինչքան է, հա, Հայաստանում կարծես -10 այդպես չի լինում, բայց եթե -10-ից ցածր է ջերմաստիճանը, այդ դեպքում պետք չի զբոսնել։ Չնայած ցուրտ երկրներում իհարկե դուրս են գալիս զբոսնելու։ Հագուստը, հա, ինչպես պետք է հագցնել, միշտ հագնում ենք 1 շոր ավել, քան ծնողն է հագել։
То есть ստացվում է այդքան շատ եթե ծնողը ինքը զգում է, որ դրսում տաք է, ապա ինչու երեխան պետք է ցուրտ զգա։ Նամանավանդ ինքը ավելի շատ է շարժվում եւ ավելի տաքանում է այդ ընթացքում։ Մասնագետները պնդում են, որ լավագույն բուժումը դա կանխարգելումն է եւ հենց այս համատեքստում էլ հարցս է հաջորդիվ, թե ինչպես անենք, որ երեխաները չհիվանդանան։ Կարծում եմ ձեր կաբինետում յուրաքանչյուր մայրիկի երկրորդ հարցը հենց սա է, չէ՞, ինչ անենք, որ երեխան չհիվանդանա։ Ոմանք վիտամինային որոշակի կոմպլեքսների են դիմում, որոշները նույնիսկ պարտեզ, դպրոց փորձում են չտանել, փորձում են երեխաներին իրենց նույնիսկ բակ չիջեցնել, սահմանափակում են, որ այդքան էլ կարծում եմ ճիշտ չի։ Լավ, ինչպես անենք, ինչ տանք, ինչ խմի, ինչ ուտի, ինչպես վարվենք, որ երեխան հնարավորինս քիչ հիվանդանա։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե քանի անգամ է երեխան հիվանդանում տարվա ընթացքում կամ 1 ամսվա ընթացքում ցանկացած մանկաբույժ նման հարցին պատասխանելուց առաջ հարցնում է մայրիկին, թե երեխան քանի անգամ է հիվանդանում եւ ինչ բարդություններ է ունենում, հա։ Մենք գիտենք, որ երեխաները մինչեւ դպրոցական տարիքի կարող են 12 անգամ տարին հիվանդանալ։ Դա նշանակում է, որ երեխան ամեն անգամ, երբ հանդիպում է վիրուսի հետ, ինքը հիվանդանում է, այսինքն իր օրգանիզմը պատասխանում է այդ վիրուսին եւ հետո արդեն դպրոցական շրջանում շատ վիրուսներին ծանոթ լինելով կհիվանդանա, բայց այդքան արդեն դժվար չի հիվանդանա, հա, առանց բարձր ջերմության։ Այստեղ ինչն է ամենակարևորը, քանի անգամ է երեխան հիվանդանում, արդյոք բարդանում է այդ հիվանդությունը, թե ոչ, արդյոք ամեն հիվանդանալը վերջանում է օրինակ հոսպիտալացումով։ Դա շատ կարևոր է։ Եթե այդպիսի նշաններ չկան, եթե երեխան հիվանդանում է եւ դուք կարող եք տնային պայմաններում իրան բուժել առանց ինչ որ բարդացումների, ապա դա սպասելի է, դա իսկապես նորմալ է, ինչքան էլ վատ չհնչի այդ բառը հնչի պաշտպանել երեխային վիրուսից կստացվի միայն օրինակ գրիպի վիրուսի դեպքում կարող եք պաշտպանել պատվաստելով։ Իսկ մնացած դեպքերում անգամ եթե դուք տանը պահեք երեխային, մեկ է ով գնում է աշխատանքի, ներս է գալիս հյուրերը, իրանք կբերեն այդ վիրուսը։ Այլ հարց Իլիամ ասում այն բալիկներով, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, այն բալիկները, ովքեր ավելի ծանր են տանում բարդացումներով, այն նման բալիկները կարիք ունեն արդեն մանկաբուժի ավելի խոր հսկողությանը։ Եվ այդ դեպքում ծնողի հետ արդեն մշակվում է պլան, թե ինչ է պետք անել ու պատճառն է պետք գտնել, թե ինչու են այդ բալիկները այդպես ծանր տանում այդ վիրուսային ինֆեկցիաները։ Այսինքն այսքան մարքեթինգի զոհ լինելու կարիքը չկա այնքանով, որ շատ գովազդներ ենք տեսնում, որոշակի վիտամիններ, ինչ որ հավելումներ, բադեր, որոնք կարելի է օգտագործել չհիվանդանալու համար, պետք չի սրանց դիմել։ Իսկապես ամենահաճախ հնչող հարցն է ծնողներից, ինչ վիտամիններ կարելի է տալ, որպեսզի երեխան չհիվանդանա, բայց ցավոք մենք չունենք ոչ մի ապացուցողականություն այն մասին, որ վիտամինները գոնե ինչ որ ձևով ազդում են այդ ամենին, դրա համար երբեք չենք կարող առաջարկել ծնողին այդպիսի վիտամիններ, կոմպլեքս, որը կտակ եւ արդեն երեխան չի հիվանդանա։ Ամենաընտիր տարբերակն է դա կոփելը, դա երեխային վիտամիններով հագեցած սնունդ տալը։ Օրինակ Հայաստանում սեզոնային ժամանակ կա, երբ որ մրգերը շատ առատ են, բանջարեղենը, կանաչները, եւ այդ ամենը տալ երեխային, որ ու կոփել, թույլ տալ, որ երեխան շատ տաք չհագցնել, ոտակ բովիկ քայլի, այո, դա ամենալավ տարբերակն է։ Իսկ վիտամինների դեպքում ծնողներն միշտ նշում են, եթե դուք ուզում եք դա տալ, արդեն դուք ինքնուրույն կարող եք ընտրել, մտնել դեղատուն եւ տեսնել տարիքին համապատասխան մուլտիվիտամինային կոմպլեքս, բայց դա հաստատ այն էֆեկտը չի տալու, որը սպասում են ծնողները։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, վստահ եմ, որ երեխաների առողջության մասին կարելի է շատ երկար խոսել, բայց քանի որ եթերային ժամանակն էլ սահմանափակ է, ուստի այսօրվա համար այսքանը կնախատեսենք, ձեզ կասենք շնորհակալություն մասնակցության եւ զրույցի համար, իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցակիցս մանկաբույժ Էդլեն Բահն էր։ Մինչև ձեզ ասելը ցտեսություն, ուզում եմ ասել շնորհակալություն Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։